25 տարվա գործան առել եմ։ Տեղը տեղին կազմակերպել եմ, ներդրումն արել եմ, հարկերը տալիս եմ, ամսական 500 միլիոն հարկ եմ տալի, 1400 մարդ պահում եմ, այսօր շինարարության կառուցելու, սարքելու համար որևէ դիտողություն բացթողում չկա։ Ինչ հիմունքների վրա, եթե այսօր խլելով է, այս երկիրը կարա զարգանա, որցե մի մարդ, էլ այս երկրում փոքր դին, իմ ճիշտ խոսալու, տեղը տեղին ասելու համար, դա համար ասենք թե բան են անում, որ պետք է խլեն օրենք առաջ բոլոր հավասեն, կա տենց օրենք, իրենց ցավներ տան։ Այսինքն դուք չեք կարծում, որ խախտումներով է եղել սեփականաշնորհման գործը։ Այսինքն խախտումը ո՞րն է այդ, դու գնացեք մի հատ վերցեք նայեք։ Դատախազությունն է փնտրում դրա համար։ Դե դատախազությունը փնտրում է, թող փնտրի, ես ասում եմ այն ժամանակ Շվեյցարիայից է եղել առաջի մարտը, որ պետք է գար, եկել է ներդրման համար, տեսել է գործանի վիճակը, վախից թող է գնացել է։ Առաջին եղել է, գործան եղել է պարտքի տակ 7 միլիոն դոլար գազի համար, 1.9 միլիոն հարկեր պետք է տար, հոսանքի փող տային, աշխատավարձ տային, այդ սաղ արել ենք, ինչի տակ ստորագրել են 1-10 ավելացել ենք, հիմա ամսի 22 թվականից էլ մոտարապես 20-25 միլիոն ներդրում եմ արել, որ այսքան շինարարություն, այսքան պահանջարկը սարքենք, կառուցենք, զարգացնենք։ Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ։ Պարոն Ծառուկյան, հարակից հողերի մասին էլ այսօր դատախազությունը, որ այսպես ասած ձևական աճուրդներով են այդ հողերը, մոտ 70։ Ուրեմն ով որ, ներողություն, թող դատախազություն, թող դիմեն իրան սավը տանեմ, ես աճուրդ սարքող եմ, համայնքատիրությունն այլ թող այդան պատժեն, ներկայացել են, մասնակցի առել եմ, եթե ես իմ թիմով արած լինեի, դա ուրիշ արել է համայնք, արել է, մենք էլ արել ենք։ Վերադարձի հայց է ներկայացվել։ Դուք պատրաստվում եք դատարանում մինչև վերջ, այսպես ասած, պայքարել, թե կվերադարձնեք պետությանը։ Հարակից հողերը վերադարձնելու հայց է ներկայացվել։ Ես նորից եմ ասում, եթե դա անօրինական է, խնդրեմ, հարց կա, բայց եթե համայնքը ներկայացել է աճուրդ, տենդեր, մենք մասնակցել ենք, ես კი խաբարել չեմ, գնել ենք։ Ինչն է խնդիր։ Հիմա երևի ուզում են դա հետ վերցնեն, որ ադրբեջանցիներ կանցեմ զավոտ էլ դնեն։ Թող օրենքի առաջ բոլորը հավասար։